Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Շտապօգնություն կանչեք, արագ, շտապօգնություն։ Ինչ է եղել։ Ահա որ էր։ Ինչ որ մեկը Լեոնին կապել է ու դանակով հարվածել։ Այնտեղ է վերևում աստիճանների վրա։ Նա վերև է բարձրացել, նա վերևում է։ Էմիլիան տեսել է նրան, նա աստիճանների վրա է եղել։ Էմիլիան բարակույրի ետևից տեսել է նրա ոտքերն ու ճչացել։ Այո, շտապը։ Դեպքի պատահել Բոլովսկիների տանը, շնորհակալ եմ։ Բարեբախտաբար շտապօգնության մեքենա մոտակայքում է։ Բժիշկները ուր որ այստեղ կլինեն։ Աղջիկս ինչ որ մեկին տեսել ես միջանցքով քայլելիս, ինչ որ մեկը փորձում էր թաքնվել։ Ոչ պապիկ, ես միայն նրա ոտքերը տեսա, ահա որ վախեցա ու ճչացի։ Բայց դա հնարավոր չէ։ Դուրս արա ապորինից զավակիդ եւ ամեն ինչ կխաղաղվի։ Նա շատ խելացի է։ Եթե միայն տեսնենք, թե ինչպես է հեռախոսից ու համակարգիչից օգտվում։ Լավ, մենք թեստ կանցկացնենք, տեսնենք ուղեղի ինչպիսի արգելակում է նկատվում նրա մոտ։ Բայց ոչ մի խնդրել չկա։ Կարող եք թուրք պատտուրատին վերցնել ու պատրաստվել կտեսնեք, որ նա 20 միավոր կհավաքի։ Բայց մի բան հարցնեմ, նա 10 միավորով էլ կանցնի թեստը, չէ՞։ Հարցը գնահատականը չէ, հարկավոր է ստուգել նա իրեն հասարակության մեջ ինչպես է պահում։ Այո, երբեմն նրա պահվածքն հասկանալի է լինում, բայց գիտեք ինչ։ Ցանկացած քիներբարկությունից կարող եք քար ընտրել դիմացինի վրա, այնպես չէ։ Դե ասացեք, այդպես չէ։ Ախր գիտեք ինչ բժիշկ, ինչ է լինի, ես սիրում եմ նրան։ Միայն թե գիտեք որն է խնդիրը, այն որ կարծում նրա ընտանիքը, նրան միշտ փոքրիկ աղջկա տեղ է դնում, այսինքն… Լավ, կտեսնենք։ Այո։ Գրեգորիա, գոյիտա, ներսարի։ Այո, բժիշկ, վերցրու սա։ Մենք պետք է թեստ անցկացնենք, ուրիշ ոչինչ։ Տեսնում ես, ես հո գիտեմ նրանց, անընդհատ ասում են, որ խնդիրներ ունեն, որ մտավոր հետամնաց է, բայց ես նորմալ եմ։ Այս նոր հաղորդագրությունն արդեն շատ հստակ է։ Բանականն ուզում է, որ դու հեռանաս, որովհետև քո պատճառով են այս տան բոլոր ողբերգությունները, այնպես որ անհետացիր ու թող որ մենք խաղաղ ապրենք։ Օվիդիոն իրավացի սրանից ավելի բարձ հաղորդագրություն չի կարող լինել։ Ոչ արիկ, դու չես կարող համաձայնել Օվիդիո ասացի հետ։ Լավ, դա հիմա կարևոր չէ, Օվիդիո, Սանտիագո, բուժաշխատողների հետ գնացեք ու Լեոնի հետ հիվանդանոցում մնացեք, պարզ է։ Պապիկ, Ասա։ Վանականներ։ Երբ տեսա, որ կարողանում իր հախից գալ, քնեցրեց ինձ եթերով, բայց չէի պատկերացնում, թե դանակով կհարվածի ինձ։ Լավ, տարեք նրան, նա արդեն արագ է լինում, տարեք։ Մի տարեք նրան, ոչ, որդիս, Լեոն, ինչ է պատահել քեզ որդիս, ով է քեզ հետ այսպես վարվել։ Բրոմելիա նրան պետք է տանել։ Ասա ինձ ով է դա արել։ Տարեք նրան, Բրոմելիա նրան պետք է տանել։ Ախր ինչպես այստեղ եկա, հենց հիմա պետք է գնամ, ես գնում եմ։ Էй, Անուշիկս, այդ ուր, մեզ հետ մնա։ Վայրիր այս երաժշտությունը, զգա կյանքի հաճույքը։ Մի ամաչիր, ազատ եղիր։ Ազատ։ Ես չեմ ուզում ազատ լինել, ես ընկեր ունեմ, որին շատ եմ սիրում։ Այո, իսկ որտեղ էր նա, երբ դու փողոցում լաց էր լինում։ Նա ստիպված էր հեռանալ, որովհետև ընտանիքս չի ընդունում իրեն, պատճառն այն է, որ նա սևամորթ է ու նաև աղքատ։ Այդքան մի տխրիր, հապա մեզ նայիր, հասարակությունը մեզ էլ չընդունեց, բայց մենք թքած ունենք։ Բայց ես չեմ կարող հրաժարվել իմ մայրիկից, անգամ եթե նա սառնասիրտ ու դատարկամիտ կին է։ Մայրդ երևի այլ հայացքներ չունի։ Նա չի ընդունում ժամանակը քեզ մտածելակերպը, այդպես չէ։ Մեծերը ոչինչ չեն հասկանում։ Ախր բոլորս էլ վաղ թե ուշ մեռնելու ենք։ Ինչու չօգտվենք կյանքի բարիքներից։ Հայրիկ, դու չես կարող թողնել, որ այս գործը կիսատ մնա, խնդրում եմ։ Ցավում եմ Աուրելիո, որքան էլ չցանկանամ, միևնույն է դու չես կարող շարունակել հետաքննությունը, դու պատրաստ չես։ Հայրիկ, դու քո խոսքի տերը չես։
Ախր ինձ խոսացել է որ կօգնես ինձ, որ ինձ հնարավորություն կտաս։ Բայց հիմա դու ինձ հնարավորություն չես տալիս գտնել վանականին։ Իսկ ես համոզված եմ, որ մոտ եմ դրան, երբում եմ քեզ։ Դու պետք է հավատաս ինձ, խնդրում եմ։ Իսկ Սեր Աստծո Աուրելիո, ես այդպես եմ որոշել եւ վերջ։ Իրերն ավելի մի բարդացրու բանականը հենց նոր հաղորդագրություն ուղարկեց, այնտեղ գրված է, որ եթե ցանկանում ենք խաղաղ ապրել, ուրեմն դու պետք է հեռանաս։ Հայրիկ, այս հաղորդագրությունը Օվիդիոն է ուղարկել։ Միթե չես հասկանում։ Դա թորնիկիդ մշակած պլանների Սեր Աստծո։ Ինչ պլան Լեոնը վիրավոր է, կարծում ես դա պլանի մի մասն է կազմում Աուրելիո, խնդրում եմ երեխայություն մի արա։ Բավական է մրցակցես Օվիդիոյի հետ Աուրելիո։ Այնքան ես տարվել դրանով, որ մոռացել ես ինքդ քո մասին, իսկ դա մեծ սխալ է։ Te has olvidado de ti mismo. Eso es un gravísimo error. Աստված իմ, վանականը Լեոնի վրա է հարձակվել, ես նրան աստիճանների վրա գտա, նա կապված էր աթոռից։ Տեր Աստված դե լավ հանգստացիր, կոնկրետ ինչ է տեղի ունեցել Էմիլիա։ Ինչ է եղել, նա մահացել է։ Երբ նրան տեսա, փորի մեջ փոքր դանակ էր խրված, բայց երբ բուժ աշխատողները նրան տարան դեռ ողջ էր։ Տեր Աստված, սա արդեն չափազանց է աղջիկս։ Իսկ երբ է դա պատահել ինչպես։ Չէ որ այս տունը միշտ մարդաշատ է լինում, ցերեկ լինի թե գիշեր, այդ մարդասպանի համար ոչ մի նշանակություն չունի, նա արդեն չափնանցնում է։ Վանականը ժամանակից ավելի արագ է գործում, բայց հարցն այն է, թե ինչպես է նա կարողացել Լեոնի հետ այդպիսի բան անել, նա շատ ուժեղ ու հաղթանդամ է։ Ճիշտն ասած մի բան էլ կա։ Յոլանդա, ես չեմ ուզում, որ դու նյարդայնանաս, բայց նա Լեոնի միջոցով մի հաղորդագրություն էլ է փոխանցել, ինչպես Խոսեիդոյի հետ էր արել։ Այնտեղ ասվում է՝ դուրս արա ապօրինի զավակիդ եւ ամեն ինչ կխաղաղվի։ Դե իհարկե, այս տան բնակիչների ուզացնել հենց դա է։ Անն արի այդ վանականն ատում է Աուրելիոին։ Նախկին հաղորդագրություններից մեկում էլ գողեր անտանել նրան։ Նա ուզում է, որ որդիս հեռանա այստեղից, իսկ եթե որոշի սպանել նրան։ Հասկացիր, այդպես քեզ համար էլ լավ կլինի նրա վերջին հաղորդագրությունից ելնելով քո կյանքին վտանգ է սպառնում։ Ոչ, Արիկ, ես քեզ չեմ կարող հասկանալ։ Այդ դու պետք է հասկանաս, որովհետև վանական այդպեսի գրություն է ուղարկել, ապա որովհետև նա գիտի, որ համարը բռնել եմ իրեն։ Վերահսկիր քեզ ձայնդ մի բարձրացրու։ Ոչ, ես չեմ կարող վերահսկել ինձ ցածր խոսել, որովհետև դու մի հիմարության պատճառով ինձ հեռացնում ես անվտանգության գրասենյակից։ Բայց ես համոզված եմ, որ դրանով դու պարզապես պատժում ես ինձ, որովհետև ես սիրում եմ Անաստասիային։ Մտածիր, թե ինչ ես խոսում Աուրելիո։ Ճիշտ է, թե ոչ։ Այդպես է։ Ինչու՞մն է բանը, Հարիկ։ Դու հիասթափվել ես ինձանից, այո։ Գուցե որտեղ ոչ մի բանի համար պիտանի չեմ։ Ճիշտ է։ Երևի ամբայնից հետո որ քեզ երիկամ չեմ տվել, այլևս հարկավոր չեմ քեզ, այդպես չէ։ Ինչ է։ Ոչ, հարկավոր չէ։ Ինչ որ բան է պատահել Թագուի Լետիսիային։ Ոչ, վանականը նորից է հարձակվել։ Նա դանակով վիրավորել է Լեոնին ու հաղորդագրություն թողել, որտեղ գրված է. դուրս արա ապօրինի զավակիդ եւ ամեն ինչ կխաղաղվի։ Ոչ միտեղ չեմ գտնում Գոյիտային։ Հանգստացիր, նա շատ շուտ է դուրս եկել Մակոյի հետ։ Չեմ հասկանում, ուրիշ էլ ինչ խնդիր կա, որովհետև եթե Լեոնի հետ ամեն ինչ կարգին է, հաղորդագրությունն այսպես թե այնպես պարզ է։ Եթե Աուրելիոն հեռանա, վանականը երկարաժամկետ ճամփորդության կմեկնի ու մեզ վերջապես հանգիստ կթողնի։ Մենք լուրջ խնդրից ենք խոսում, Կոնստանսա։ Ես էլ եմ լուրջ ասում, Պիա։ Այդ սրիկան է մեղավոր այն բոլոր սպանությունների համար, որ տեղի են ունեցել այս տանը, որովհետև նա այս կացարան եկավ ու Ոչ, այն օրը, ինչ նա ոտք դրեց այստեղ։ Ոչ, դե… Ինչ ես ուզում ասել, Կոնստանսա, կացարան։ Սա ոչ մի կացարան չէ, կամ հանրակացարան էլ չէ, Սեր Աստծո, եթե մի բան հաստատ չգիտես, ուրեմն ընդհանրապես մի խոսիր։ Պիա, հիմա այն պահը չէ, որ դու այդպես վիրավոր ես ինձ ու նման մտքեր արտահայտես։ Ուզում եմ ասել, որ մինչ այդ սրիկան այս տուն է եկել, անընդհատ ողբերգություններ են տեղի ունենում։ Ես էլ չեմ կարողանում հանդուրժել, եթե կարողանայի ճամփորդներս կհավաքեի ու Կլեմենտինայի հետ, ես էլ կհեռանայի այս տնից։ Ինչ ասացիր։ Բայց դու ասացիր, որ նրա տեղը չգիտես։ Ոչ, հիմա ինձ հետ մի բան կպատահի։ Նա հաստատ փախել է այդ սևամորթի հետ, այդ սևուկի հետ է գնացել։ Դե ասա, որտեղ է նա։ Հաստատ Աֆրիկա են գնացել։ Ոչ։ Դու բոլորից լավ գիտես, թե ինձ համար ինչ է նշանակում զրկվել այս ամենից։ Փաստորեն այսպես են վճարում այդ սխալի համար, այո։ Ոչ, Աուրելիո։ Դա ճիշտ չէ։
Դու ոչ մի բանի համար էլ չես վճարում ու ոչ էլ ես քեզ մեղադրում եմ, որ ինձ երիկամ չես տվել, ոչ։ Ընդհակառակը ես շատ բարկացա, երբ իմացա, որ դու մտադիր ես երիկամդ ինձ տալ։ Դա շատ մեծահոգի քայլ էր քո կողմից։ Դու ուզում էիր փրկել կյանքս։ Եվ ես իրոք գնահատում եմ դա։ Այդ դեպքում ասա ինձ։ Ինչու ես ասում հրաժարվեմ այդ գործից։ Որովհետև անհանգստանում եմ քեզ համար։ Ես ծնող եմ ու անհանգստանում եմ որդուս համար։ Մեկը մյուսի հետ մի շփոթիր։ Ես քո կյանքի համար եմ անհանգստանում, ահա թե ինչի համար։ Ախր դու այդ մարդասպանին չես կարող դիմակայել։ Դու պատրաստ չես դրան։ Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ կա։ Թող փորձագետները զբաղվեն այդ գործով։ Իսկ դու հեռու մնա դրանից, որովհետև վախենում եմ։ Վախենում եմ, որ վանականը քեզ էլ կսպանի։ Իսկ եթե նման բան լինի, ես ինձ երբեք չեմ ների։ Así, sin avisar, con tus risas cortas mi debilidad, manos que se rozan en el sofá. Dices que te vas, te quedas más. ¿Y cómo explico lo que siento? Se me enreda hasta el aliento cada vez que tú te acercas. Todo el mundo se despeja. Porque mi amor Չեմ կարող։ 540 Մակո բավական է, թող կենտրոնանա։ Cuando tú estás y este calor rompe el invierno de mi cuarto se vuelve eterno. Ոչ, Մակո, դուրս արի այստեղից։ Դու նյարդայնացնում ես ինձ, գնա, հեռացիր այստեղից։ լավ, գնում եմ։ Փառք Աստծո։ Շատ լավ։ Ներեցեք ինձ։ Բժիշկը հենց նույն ասաց, որ Լեոնի կյանքին ելևս վտանգ չի սպառնում։ Ինչ լավ է։ Ասաց, որ վերքը խորը չէ, փառք Աստծո, ոչ մի կարևոր օրգանի չի վնասել։ Ինչ լավ է, Ակվիլես։ Լավ է։ Իսկ հաղորդագրությունը ինչ էր այնտեղ գրված։ Ես չհասցրեցի կարդալ։ Չհասցրեցի։ Այնտեղ գրված էր. դուրս էր ապօրինի զավակիդ եւ ամեն ինչ կխաղաղվի։ Ես համաձայն եմ վանականի հետ, հենց որ Աուրելիոն հեռանա ամեն ինչ առաջվանը կլինի։ Las cosas volverán a ser como antes. Աստվածի մորաքույր։ Ճիշտ չէ մտածել, որ թե Աուրելիոն հեռանա տնից, ամեն ինչ առաջվա պես կլինի։ Բոլորս էլ այդ վանականի նշանակետն ենք։ Նա մեզ շատ է ցավ պատճառել, ոչինչ էլ առաջվա պես չի լինի։ Ճիշտ է։ Որովհետև եթե անգամ Աուրելիոն հեռանա տնից, միևնույն է։ Մեր աղջիկը չի կենթանանա, ոչ։ Ես ուզում եմ իմ սեփական աչքերով տեսնել, թե ով է այդ սերիկան, որը խլել է աղջկաս կյանքը ու հիմա է Լեոնի դեմը դուրս եկել ու վիրավորել նրան։ Ուզում եմ իմանալ ով է նա, ով է այդ վանական կոչեցյալը։ Ներս արի, արի։ Ինչ է եղել, քեզ դա հաջողվեց, ինչպես է իմ գոյիտան։ Այո, Մակո, բժիշկն ասաց, որ շատ լավ եմ գրել։ Այո, Գրեգորիա, ինձ Մակոյի հետ մենակ թող, ես պետք է խոսեմ նրա հետ։ Լավ, դուք կարող եք ինձ գոյիտ անվանել բժիշկ։ Լսեք բժիշկ, Մակոին խիստ չգնահատեք, նա երկար ժամանակ դպրոց չի գնացել։ Լավ, Գոյիտա։ Առայժմ Մակո, քեզ հաջողություն։ այո գոյիտա լավ։ Դե ինչ պարոն։ Ձեր դեմքից ենթադրում եմ, որ նա լավ չի գրել, այո։ Ասացեք ինձ ինչպես է գրել։ Շատ վատ է գրել։ Այդքան էլ չեմ ակում։ Գրեգորիայի մոտ այնքան էլ լուրջ խնդիրներ չկան։ Նա միջին մակարդակի վրա է գտնվում։ Այնպես որ նա բոլոր հնարավորություններն ունի։ Այսինքն եթե ասում եք միջին մակարդակի վրա է գտնվում, կարելի է հասկանալ, որ նրա մոտ ամեն ինչ շատ լավ է։ Հույս կա այնպես, չէ՞։ Բայց կա մի իրավիճակ, որին նա պատրաստ չէ։
Ասեք տեսեմ ինչ նկատի ունեք, որտեղ մի տեսակ կասկածելի ձևով ասացիք։ Մակո, դուք կարող եք ամուսնանալ, նորմալ ամուսնական կյանքով ապրել, բայց նա չի կարող երեխաներ ունենալ, երբեք։ Որդիս ինչու ես վեր կացել, քեզ չի կարելի։ Մայրիկ, դու պետք է անկողնում մնաս։ Չես հասկանում Լեոն։ Այո, դա անխոհեմ քայլ է Լեոն։ Աստված իմ հանգստացեք հանգիստ։ Վերք այնքան էլ խորը չէ։ Ես ավելի վատ էի պատկերացնում, բայց ամեն ինչ կարգին է։ Նրանք վիրակապ են դրել, բայց ես այդ հիմարության պատճառով հիվանդանոցում չեմ մնա։ Բայց պարտավոր ես Լեոն, ավելի լավ է սենյակդ գնաս, հենց որ ապակին վես դուրս կգաս այստեղից։ Այո, ճիշտ է ասում մայրդ։ Հետևիր նրա խորհուրդներին, որովհետև եթե վանականը տեսնի, որ լավ ես, հնարավոր է նորից հարձակվի քեզ վրա։ Այրիկ, եթե վանականի նպատակը ինձ սպանելը լիներ, նա դա կաներ։ Կարծում նա պարզապես ցանկացել այս հաղորդագրությունը Աուրելիոին ուղարկել ու ինձ վրա հարձակվել։ Այո, հնարավոր է։ Դրա համար նրա վերքը այդքան էլ խորը չէ։ Լավ, արի, մենք ես տուն կտանենք, այո, բայց դու պետք է հանգիստ լինես ու հոգ տանես քո մասին, լավ։ Կարծում եմ ավելի լավ է հիվանդանոցում մնաս։ Ոչ, մայրիկ, ես լավ եմ։ Ընդհանրապես մի փոքր քերծվածք է, ուրիշ բան չկա։ Ամեն ինչ կարգին է։ Դե գնանք։ Բայուսակս զգուշ եղիր Լեոն, զգուշ։ Ֆիզիկապես ու կենսաբանորեն նա պատրաստ է մայրանալու, դա անխոս, բայց զգացմունքային եւ հոգեբանական տեսակետից ոչ, Մակո, նրա միտքը պատրաստ չէ դրան։ Բայց դա ինչ նշանակություն ունի։ Նա մեծ սիրտ ունի, շատ մեծ սիրտ։ Նախր հասկացի, նա 15 տարեկանի ուղեղ ունի, կարող է շատ բաներ սովորել, ընկալել, բայց հասկացողության տեսակետից նրա մոտ առաջ խաղացում չի լինի։ Երբեք։ Բայց ինչ խնդիր կա դրանում։ Իմ հայրենի քաղաքում օրինակ տատիկներ կան, որոնք հենց 15 տարեկանում են երեխաներ ունեցել, որովհետև շատ վաղ տարիքում են ամուսնացել։ Բայց դու ված չես կա, որ քո երեխաները նորմալ խնամքի կարիք ունենան, որովհետև մեկը պետք է լինի, որպեսզի հոգ տանի նրանց մասին։ Գրեգորյան չի փոխվի։ Քո կարծիքով նա կկարողանա երեխա պահել։ Բայց ինձ դա չի հետաքրքրում բշիշ։ Ես ինքս կարող եմ հոգ տանել նրանց մասին, ինչը չեմ կարող, նա նրանց լուսաշխար կբերի, իսկ ես կխնամեմ։ Բացի այդ մտածիր, որ հավանականությունը, որ երեխաները նրա նման չեն լինի, 90% է կազմում։ Դու այդ մասին մտածել ես։ Դու պատրաստ ես նման ռիսկի դիմել։ Իրեր նորեցար ավելի եմ Բարթենում Անաստասիան, հիմա էլ հարես։ Ինձ հեռացրել է անվտանգության գրասենյակից։ Նա չի ուզում, որ ես շարունակեմ հետաքննությունը։ Ու ամենավատն այն է, որ նա դեմ է մեր սիրուն։ Բայց գիտես ինչ, ինձ չի հետաքրքրում դա։ Ես թքած ունեմ։ Մենք գիտեինք, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու։ Ասա, դու սիրում ես ինձ։ Իհարկե սիրում եմ։ Դու իմ կյանքի կինն ես։ Ուզում ես ամեն օր կրկնեմ դա։ Այո, շատ լավ կլիներ։ Որքան ես ինձ սիրում։ Այնքան եմ քեզ սիրում, որ միայն Տերը գիտի այդ սահմանը։ Ինչ հաճելի է։ Ասա, որքան ես սիրում ինձ։ Սիրում եմ քեզ իմ ամբողջ հոգով։ Դու շղթայել ես ձեռքերս։ Այո։ Իմ ձեռքերը նույնպես շղթայված են։ Ես քեզ այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ շարունակել այս խենթ խաղը։ Միայն թե արի մի քիչ էլ սպասենք։ Այդ դեպքում խնդրում եմ։ Այդ մի փոքրի համար քո այնտեղից տուր, որովհետև սիրտը շատ է ցավում։ Շապազան շատ է ցավում, որովհետև ուզում եմ ազատ լինել։ Երդվում եմ, որ քո հանդեպ իմ սերն ավելի զորով է, քան բոլոր արգելքները, բոլոր դժվարությունները ու հենց ինքը սերը։
Մայրապետ, մի բան ասացեք։ Ինչպես է այս կինը հիվանդանոցում հայտնվել։ Որդիս, երևում է նա մեծ վթարի է ենթարկվել։ Վթարի։ Այո, Ինչ վթար։ մեքենան, որով նա գալիս էր, այրվել է։ Իսկ նրա վիճակը շատ վատ է։ Որդիս, չգիտեմ ինչպես ասեմ։ Միայն գիտեմ, որ այդ վթարից հետո այդ կինը խլացել է։ Նրա դեմքն ամբողջովին այլանդակվել է։ Հաստատ Ալեքսանդրան է, հաստատ նա է։ Ես ամեն ինչ կանեմ նրան գտնելու համար։ Անչափ շնորհակալ եմ, Մայրապետ։ Ես չեմ կարող հրաժարվել քեզանից։ Չեմ կարող քեզ խելագարի ձեռք հանձնել, որը իբր քո ամուսինն է։ Չեմ կարող անդուրժել, որ Կլաուդիան նույնպես տարապի այնպես, ինչպես դու ես հիմա տարապում։ Այսինքն ինչ կարող ենք անել։ Արի փախչենք։ Արի այնպես մի տեղ գնանք, որտեղ ոչ ոք չի ճանաչի մեզ։ Բացվեցրի վերև Կլաուդիային վերցրու։ Իրեր հավաքիր ու արի փախչենք։ Արի ինձ հետ խնդրում եմ։ Այո, սերիմ, ես կգամ քեզ հետ։ Ինձ այստեղ սպասիր, լավ։ Ոչ, պարոն։ Ոչ մի դեպքում դուք ոչ մի տեղ չեք գնա։ Հայրիկ, Ինձ հիմարի տեղ եք դրել։ հասկացիր, մենք երկուսս։ Դուք երկուսդ ամուսնացած եք։ Դու թորնիկիս Օվիդիոյի հետ, իսկ դու էլ Ալեքսանդրայի, որը ցանկացած պահի կարող է հայտնվել։ Այնպես որ ձեր սերն անհնար է։ Ամենայն դեպս, քանի դեռ ես ողջ եմ։ Դուք չեք կարող միասին լինել։ Դե ինչ բժիշկ, ես ու Մակոն կարող ենք ամուսնանալ։ Մակո, ինչու ես այդպիսի դեմք ընդունել։ Մենք չենք կարող ամուսնանալ, այո։ Ոչ ոք նման բան չասաց, Գրեգորյան։ Ոչ մի խնդիր չկա։ Դուք կարող եք ամուսնանալ։ Ուրեմն էլ ինչ կա, Մակո, դու զղջում ես, այլևս չես ուզում ինձ հետ լինել։ Ոչ, ընդհակառակը, ես ստիպված եղա նրան ասել, որ կամաց նախապատրաստվի դրան, նա ուզում էր հիվանդանոցից դուրս գալուն պես ամուսնանալ։ Այո, գոյտա։ Հարկավոր է դանդաղ առաջ գնալ, բայց իհարկե, ամուսնանալ մենք կարող ենք։ Խորհուրդ եմ տալիս, ինքներդ ձեզ համար փորձարկումներ անեք։ Նա պետք է ամեն ինչ առանց ձեր օգնության անի։ Իսկ դրանից հետո կտեսնենք, որքանով ես պատրաստ ամուսնության համար։ Լավ։ Ուրեմն ձեր ասածը շատ շուտ կլինի, որովհետև ես սկսել եմ շատ բաներ ինքնուրույն անել։ Այդպես չէ, Մակո։ Ինչ լավ է, մենք կարող ենք ամուսնանալ, այսինքն շատ մակիտոներ ու գոյտաներ կունենանք։ Լեոն, սպասիր։ Կոնստանսան ինձ ասաց, որ վանականը դանակով վնասել է քեզ, ճիշտ է։ Բայց վերքն այնքան էլ խորը չէր, այլապես այստեղ չէ լինի հիմա։ Արի վերելակ մտնենք, ուզում եմ, որ անկողնուց չբարձրանաս, միայն լոգարան գնալիս վեր կենաս, ներեցեք։ Այո, մայրիկ, գնա քո սենյակ։ Գնանք։ Իսկ ես պետք է խանութ գնամ։ Եթե մի բան լինի, կզանգեք ինձ։ Այո, Սանտիագո, այո։ Հոգ տար քո մասին, լավ։ Այդ վանականը բոլորիս վերջը կտա։ Եթե չսպանի էլ համենայն դեպս խելագարության կհասցնի մեզ։ Անկեղծ ասած, ես շատ վախեցա։ Ինձ թվում էր, թե որդուսերի կորցնեմ։ Ակվիլես, լսիր։ Գիտեմ, որ հիմա դրա պահը չէ, բայց ես պետք է խոսեմ քեզ հետ։ Ես ահա որ ծանր ապրումների մեջ եմ ու շատ միայնակ եմ զգում ինձ։ Աստված իմ, ուզում ես խոսել։ Ուզում ես խոսել։ Այո, բայց ոչ այստեղ։ Ոչ։ Արի լողավազանի քո տուն գնանք։ Ոչ։ Այո, ես հիմա գնում եմ, որպեսզի Բրոմելյան չկասկածի։ Ոչ, սպասիր Ագրիպինա։ Ագրիպինա, խնդրում եմ, սպասիր։ Ես քեզ այնտեղ կսպասեմ։ Ագրիպինա։ Դա այստեղ բեր։ Հիմա կտեսնես։ Լսիր, քեզ մի բան եմ ասում։ Ապա մեկը փորձիր։ Որքան հարկավոր լինի, մենք կփոխենք այն։ Անչափ շնորհակալ եմ, որ լսեցիք ինձ, բայց կարծում եմ սա իմ ոճը չէ, հասկանում եք։ Կապ չունի, միևնույն է, ընկերդ այստեղ չէ։ Դու էլ ընտանիքում չես, օգտվիր հնարավորությունից վայելիր կյանքը։
Տեսնեմ, ապա քեզ տեսնեմ։ Ինչպիսի փոփոխություն, հրաշալի է։ Հիմա արդեն դու ես մեր խմբից։ Այս պահից սկսած Բորովսկիներից եւ ոչ ոք չի կարող փչացնել իմ կյանքը։ Բոլորիս կենացը։ Ես չեմ ուզում հիմնադրամ գնալու, ոչ էլ ոսկերչական գործարան։ Ինչ է եղել։ Նախ Կլեմենտինան է հեռացել տանից, ազատության հետ խելագար մտքով տարված, հետո Խոսեի տուն է պապիկի հրամանով ազատվել աշխատանքից։ Հիմա էլ Լեոնի հետ կատարվածը ամեն ինչ այնքան խառն է։ Ախ, սիրելիս, եթե այս տանը տեղի ունեցող ամեն մի պատահարից հետո դեպրեսիայի մեջ ընկնենք, հիվանդանոցներից տուն չենք գա, այնպես որ քեզ հավաքիր ու արի աշխատանքի գնանք, լավ։ Ամեն ինչին էլ պիտի թեթև նայես, եղավ։ Ես մեքենայի ձայն լսեցի ու մտածեցի, թե Մակոն ու Գոյի տան են եկել։ Դուք նրանց տեսել եք։ Ոչ։ Տեսեք։ Ողջույն։ Աստված իմ ինչ լավ է, որ եկաք, սիրելիս, ես անհանգստությունից մեռնում էի։ Բայց մեզ այդ ոչինչ չի եղել, դու ասա։ Մենք մասնագետի մոտ ենք գնացել, այնպես չէ Գոյիտա։ Մենք մասնագետի մոտ ենք գնացել։ Ինչ է եղել քեզ մորակույր։ Ինչ որ բան այն չէ։ Ինչ որ խնդիր կա։ Ոչ, Նիկո, Մակոն ինձ հոգեբանի մոտ էր տարել։ Ինչպես կարող եք քրոջս հետ այդպես վարվել։ Խելքիդ ինչ է փչել, Մակո։ Ես եմ նրա հոգեբանը։ Հանգստացիր, Պիա։ Մենք ուղակի գնացել էինք պարզելու, արդյոք ես ու Մակոն կարող ենք ամուսնանալ։ Կարող եմ քեզ մի հարց տալ։ Այո, իհարկե, այո։ Բայց նախ ասա ինչպես է Լեոնը։ Լավ է, հիմա լավ է, նա վերևում է իր սենյակում։ Ոչ, ես ուզում եմ հարցնել քեզ քո կարծիքով, արժե հավատալ վանականի գրածին։ Ոչ, Ակվիլես։ Ես այդպես չեմ կարծում։ Բայց դե հայրս ամեն ինչ անում է, որպեսզի ինձ դուրս անի այստեղից։ Ես կարծում եմ հիմարություն կլինի հավատալ այդ հոգեկանի հաղորդագրությանը։ Նա գրում է, որ կդադարի սպանել մարդկանց։ Եթե դու հեռանաս իմ կարծիքով, ոչինչ էլ չի փոխվի։ Այո, շնորհակալ եմ, Ակվիլես։ Երանի հայրս էլ քեզպես մտածեր։ Ուշադրություն մի դարձրու նրա վրա։ Շարունակիր ապրել այնպես, ինչպես որ ճիշտ ես համարում։ Թույլ մի տուր, որ նա կառավարի քեզ, ինչպես որ ինձ եւ Թեոբալդոյի հետ է անում։ Շարունակիր ապրել քո գաղափարներով։ Դա ամենալավ խորհուրդն է, որ կարող եմ քեզ տալ, եղբայր։ Իսկապես։ Շնորհակալ եմ, եղբայրս։ Ես կհետևեմ քո խորհրդին։ Այո։ Հիանալի է իմանալ, որ գոնե մեկը այս տանը համամիտ է ինձ հետ։ Շատ լավ։ Ինչու նման բան ասացիր Ակվիլես։ Ինչ։ Ինչպես համարձակվեցիր այդ սրիկային նման խորհուրդ տալ։ Միթե չես հասկանում, որ մեզ համար շատ ավելի լավ կլինի, որ նա հեռանա այստեղից։ Ինչ ես ուզում։ Հաշիվներդ մաքրել ես Վիոլետայի հետ։ Չեմ հասկանում ինչու ես ուզում հիմա ինձ հետ այդ մասին խոսել։ Հարց եմ տալիս հաշիվներդ մաքրել ես Վիոլետայի հետ։ Չեմ լսում քեզ։ Այո, հայրիկ, ինձ այդ կինն այլևս չի հետաքրքրում։ Ուրախ եմ, որ այդպես ես մտածում, որովհետև ուզում եմ, որ դու փոխես Վիոլետայի անցյալը։ Ուզում եմ, որ նա նոր կյանք սկսի։ Ուզում եմ, որ նրան առաքինի կին դարձնես, որպեսի հետո որդիդ Սանտիագոն կարողանա եկեղեցով ամուսնանալ նրա հետ և երբեք չամաչի կնոջ անցյալի համար։ Ես Աուրելիոն ասացի, ինչ մտածում եմ։ Իմ կարծիքով նրա հեռանալով վանական չի դադարի սպանություններ գործել։ Դա հիմարություն է։ Բայց մենք ոչինչ չենք կորցնի դա ապացուցելով Ակվիլես, ամենայն դեպս գոնե Աուրելիոից կազատվենք ու միայն վանականի մասին կմտածենք։ Այս իրավիճակն ինձ շատ է մտահոգում Ակվիլես։ Ինձ նույնպես։ Իսկ ինչու լողափի այն բնակարանը չգնանք, մի լավ կլիցքաթափվենք այնտեղ։ Ոչ։ Ինչու ոչ։ Ինչու ոչ, Ակվիլես։ Ոչ, դե ոչ։ Դե որովհետև ես մի նախագիծ եմ մշակում, որը Սանտիագոն ինձանից խնդրել այդքան բան, իսկ դու շատ լավ ես վերև աշխատում եմ, ես պետք է մենակ լինեմ։ Հիմա էլ գործարար մարդ է դարձել։ Եվ ում համար, մի հիմարի։ Ակվիլես, սերիմ,
Մի մերժիր փիսիկս, այլապես շատ կտխրեմ։ Դե, համաձայնվիր, դե փիսիկս։ Me salió verso sin esfuerzo. Ռոմելիա, ինչ է կատարվում քեզ հետ։ Ինչ է եղել։ Վերջերս դու շատ տարօրինակ ես դարձել։ Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք, մենակ լինենք, միասին հրաշալի ժամանակ անցկացնենք։ Այսօր ես պոետին հատուկ տրամադրվածություն ունեմ։ Չես ուզում մի լավ բանով զբաղվենք։ Իսկ Ագրիպինայի հետ ինչ անեմ։ Լավ, շատ լավ։ Բայց առաջինը ես պետք է լողապիտուն գնամ, որպեսզի որոշ բաներ կարգի բերեմ։ Իսկ հետո էլ դու կգաս։ Ես քեզ կսպասեմ այնտեղ։ Բայց դու առաջինը չգնաս, լավ։ Նախ ես պետք է գնամ։ Պարզ եմ։ Իհարկե, այո։ Տիկին միամիտ մի եղեք, ես լավ նորություն ունեմ ձեր աղջկա համար, խնդրում եմ։ Դուք դաժան մարդ եք, ես ձեր ոչ մի խոսքին չեմ հավատում։ Այստեղ դուք ոչ մի անելիք չունեք, խնդրում եմ հեռացեք, դուրս։ Թող ներս կա մայրիկ, եթե ուզում եմ մի լավ դաս ստանալ, թող գա եւ տեսնի, թե ինչ կլինի իր հետ։ Վիոլետա, ես նույնպես հոգնել եմ այս ամենից իսկապես, բայց այնքան կհամառեմ մինչև սիրես ինձ։ Լավ։ Պարոն Անտոնիո Բորովսկին ուզում է, որ ես փոխեմ կյանքդ, ջնջեմ անցյալդ, այսինքն ինչպես Ագրիպինայի ու Անաստասիայի հետ է արել։ Իսկ ինչի համար։ Այդ ինչ ծուղակ է։ Ոչ մի ծուղակ էլ չկա, նա միայն ուզում է քեզ կատարյալ կին դարձնել Սանտիագոյի հետ ամուսնացնելու համար։ Հիմա ինչ, ուզում ես գնամ, թե կլսես։ Ագրիպինա, ես քեզ դասում չտեսա։ Ինձ թվաց գնացել ես արդեն։ Ինչպես ես ներս մտել։ Ով է բացել դուռը։ Ակվիլես պահակը բացեց դուռը։ Ախ, Ակվիլես, սպասիր, ես պետք է խոսեմ քեզ հետ, ես ինձ միայնակ եմ զգում։ Ես գիտեի, որ դու կլսես ինձ, Ակվիլես։ Այո, ես կուզեի օգնել քեզ, բայց անկեղծ ասած Գիտեի, որ չես հիասթափեցնի ինձ։ Առավել ևս այս պահին, երբ ամուսինս Տեոբալդոն, հասկանում ես, իմ ամուսնությունն անկում է ապրում։ Այո, ես հասկանում եմ։ Շնորհակալ եմ, Տեգրը, շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չեմ կարող անել, ոչինչով չեմ կարող օգնել քեզ Ագրիպինա։ Այդպես մի խմիր, լավ, ինձ դուր ճիշը։ Դուր ինձ այն, գնա սրանցից մեկը խոհանոցից վերցրու այստեղ, ինձ մոտ արի։ Գնա, Ակվիլես, դու շատ լավ տղամարդ ես։ Դու դա գիտես։ Դե։ Եթե ես նորից ծնվեի քեզ հետ կամուսնանայի, դու դա գիտես, այնպես չէ։ Այո, գիտեմ, ես էլ կամուսնանայի քեզ հետ, բայց լավ կլինի, որ շարունակես այդպես խմել, լուրջ եմ ասում Ագրիպինա, խնդրում եմ։ Ներիր ինձ։ Մի խմիր, այդպես մի խմիր Ագրիպինա, որովհետև եթե շարունակես հարբել, իսկ դու չես կարող հարբել, որովհետև հենց հիմա պիտի գնաս։ Հիմա։ Այո։ Ներիր ինձ, բայց ես ուզում եմ այստեղ մնալ, այստեղ հիանալի է, խաղաղծով, կապույտ երկինք, ամեն ինչ սքանչելի է, անկրկնելի է, էլ չեմ խոսում քո ընկերակցության մասին։ Կենացդ։ Աստվածին, եթե Բրոմելյան այս պահին հայտնվի, ու ինձ նրա հետ տեսնի վերջս կտա, բայց ինչպես նրան ասեմ, որ հեռանա, առանց վիրավորելու, ինչպես ասեմ։ Իսկ հիմա ինչ պետք է անենք։ Պետք է մեր սրտի ձայնին լսենք ու վերջ։ Ես արդեն հոգնել եմ ուրիշների կամքով շարժվելուց։ Իսկ իմ կամքը երբ պիտի կատարեմ, երբեք։ Դե, բայց մենք չենք կարող փախչել։
Պարոն Տոնեն ինձ հետ այդ մասին խոսեց ու ասաց, որ հիմա ոչինչ չեմ կարող անել։ Ինչ անենք, սիրելիս։ Ուրեմն պիտի միմյանց սիրելու այնպեսի մի երկ գտնենք, որով ոչ ոքի չենք վնասի։ Միակ բանը, որ ետ է պահում ինձ, քույրս է Ալեքսանդրան։ Բժիշկ, բարև ձեզ, ներեցեք։ Սա կույս դելվալ է առողջատունն է։ Այո, պարոն, սա է։ Չէի կասի քույր Իզաբելն այստեղ է աշխատում։ Այո։ Ուրեմն ճիշտ եմ եկել։ Լսեք, բժիշկ։ Ուզում եմ իմանալ այս կինն այստեղ է բուժվում։ Ոչ, պարոն, այս կինը Արտասովոր Անաստասիան է ու մենք այստեղ ոչ ոքի։ Ինչ պատահեց, բժիշկ։ Նկարը տեսնելով հիշեցի, որ լսել եմ, որ Արտասովորը մի որոշ ժամանակ առաջ մահացել է։ Այո, ճիշտ է։ Արտասովորը դժբախտ պատահարի զոհ է դարձել, նա պայթյունից է մահացել։ Իսկ մեր հիվանդը որոշ արվածքներ ունի, նրա դեմքը ամբողջությամբ այրված է։ Բժիշկ ուշադիր նայեք այս նկարին, որովհետև եթե ձեր ասած այդ կինն այստեղ ուրեմն ես գտել եմ Ալեքսանդրային։ Հալավ դու հզորես, մաքուր սրտով ես լսիր չեն պատրաստվում մատնել քեզ Կարող եմ փոխարենը կոտրել սիրտը թեզ Ահա եկել է պահը վերցնելու վայելել քեզ Լավ կլինի որ ինձ հետևես Ուր էլ փախչեմ ում աշխարհն էլ գնա